Բարի ողջույն, բարի արև իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի ունենաք եւ բարձր տրամադրություն եւ իհարկե ծանոթանաք օրվա բաղադրատոմսին։ Սիրելիներս, այսօր առաջարկում եմ շատ հեշտ, բայց շատ համեղ բաղադրատոմս, դրա համար մեզ անհրաժեշտ է հավի աղացած միս, ահա արդեն ամանի մեջ ես ունեմ այն եւ այստեղ պետք է ավելացնեմ համապատասխան համեմունքները։ Ուզում եմ շատ արագ ներկայացնեմ եւ իհարկե աշխատանքը սկսեմ, որpիսի հետո հերթականությունը միասին շարունակենք։ Ահա այստեղ էլ ունեմ աղացած սոխ, ավելացնում ենք նաեւ աղացած սոխը, իհարկե աչքաչափով, այսպես, այստեղ ունենք սպիտակաձավար, սիրելիներս, օգտագործում ենք նաև սպիտակաձավար, որովհետև մեզ պետք է կպչունություն ապահովենք, այդ պատճառով ավելացնում եմ սպիտակաձավար, ցանկության դեպքում դուք կարող եք պաքսիմատ ավելացնել կամ հացի խմոր, ավելի ճիշտ հացի խմոր, բայց պաքսիմատով եւս շատ հետաքրքիր է լինում, ինչու ոչ նաև ալյուր կարելի է այստեղ օգտագործել, իհարկե մեկ հավկիթ պարտադիր, այսպես, եւ այստեղ ունենք շատ հետաքրքիր կետչուպ, հիմա ասեմ թե դա որն է, ահա մենք այստեղ Իջևանի գինու եւ պահածոների գործարանը ներկայացնում է այս հետաքրքիր որսորդական սոուսը, որը շատ բազում բանջարեղեններով է պատրաստված եւ համեմունքներով, ինչու ոչ, եւ ես շատ ցանկացա, որպեսզի այսօր այս տարբերակը եւս այստեղ օգտագործենք։ Սովորաբար ես օգտագործում եմ ուրեմն պղպեղի մածուկ, որը շատ համեղացնում է որևիցե այս խճողակ, բայց այսօր փորձենք այս տարբերակը, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպիսի համ կստանա։ Այսպես, փորձենք խառնել, իհարկե քիչ հետո կավելացնենք նաև համեմունքները։ Համեմունքներից, եթե հիշում եք, մենք երեք մի ամբողջական փունջ պատրաստեցինք մեր հավիթևիկները մարինացնելու համար եւ այստեղ դեռ ես ունեմ այդ ամանիկի մեջ, մենք այստեղ շատ բազմապիսի տարատեսակ համեմունքներ օգտագործեցինք, թե խմելի սունելի, թե պղպեղներ, թե քրքում, թե ցխտորի փոշի, թե հատուկ նախատեսված խառնուրդ համեմունքների այս ամբողջը մի մեծ փունջ պատրաստեցինք եւ լցրեցինք այս ամանիկի մեջ եւ իհարկե ես սա էլի կավելացնեմ մեր խճողակի վրա, կխառնենք, խառնելու ընթացքում սիրելիներս, եթե զգում եք, որ դեռ այդ պնդությունը չի ստացել, այնքան էլ միսը խճողակը պինդ չէ, ապա նորից ավելացրեք սպիտակաձավար, մեր պարագայում սպիտակաձավար, ձեր ցանկությամբ ինչ կցանկանաք, կամ ալյուր, կամ պաքսիմատ, արդեն դուք կընտրեք դա։ Ես օրինակ կարծում եմ, որ այստեղ դեռ պետք է ավելացնել սպիտակաձավար։ Այսպես, ընթացիկ խառնելով մենք կհասկանանք մեզ որքան է անհրաժեշտ այս մթերքը ավելացնել, որպեսզի կպչունություն ստանանք։ Եվ իմիջիայլոց նշեմ, որ այս կոտլետները, որը պետք է պատրաստվի, մենք կպատրաստենք փայտիկների համար, հատուկ նախատեսված այսպիսի ուրեմն ուտեստների համար, որը բամբուկի փայտից է պատրաստված, իմիջիայլոց մինչ պատրաստելը կարող եք ջրի մեջ այն թռչել, որպեսզի ինքը ավելի այսպես մսին հյութեղություն փոխանցի։ Սա էլ ըստ ցանկության ես ներկայացնում եմ, թե ինչպես կարելի է այն օգտագործել։ Ահա, այսպես, մի փոքր էլ կարելի է էլի ավելացնել սպիտակաձավար, մինչ ստանամ համապատասխան զանգվածը։ Այսպես, սիրելիներս, ահա, մոտավորապես ստացա այն ինչ է ինձ պետք է, եւս մեկ անգամ կրկնեմ, թե ինչ էր պետք այս բաղադրատոմսը պատրաստելու համար, հավի աղացած միս, սոխ ունենք աղացած այստեղ, ես ավելացրեցի այս հետաքրքիր սոուսը որսորդական, որը Իջևանի գործարանի պահածոներից է եւ այստեղ սպիտակաձավար, հավկիթ ու համեմունքներ, շատ բաղադրիչներ պետք չեն ըստ ճաշակի, ըստ հարմարության եւ ահա կստանանք այսպիսի զանգված, որը իհարկե այս ձողիկների վրա կհավաքեմ,
կոտլետներ կդնենք, կպատրաստենք եւ կդնենք ջեռոց եփվելու։ Այսինքն շատ հեշտ է օրվա բաղադրատոմսը, շատ հասանելի, այնպես որ խորհուրդ եմ տալիս դուք էլ այսօր, եթե տրամադրվեք, անպայման պատրաստեք։ Մանավանդ այսօր ընտանիքի տոնն է, ես կարծում եմ այսօր յուրահատուկ ուշադրություն պետք է տրամադրեք եւ դարձնեք այս տոնի հետ կապված եւ ընտանիքի անդամներին շատ համեղ կերակրեք եւ յուրահատուկ այսպես մոտեցում ցույց տաք։ Այնպես որ սա էլ հաշվի առեք, չմոռանաք օրվա ընթացքում փորձեք պատրաստել։ Ահա այսպես։ Ես կարծում եմ կթողնենք մի փոքր սառնարանում հանգստանա, շատ կարևոր է նաև սառը վիճակում այն եփել, ինչու, որովհետև սառի եւ տաքի այսպես համադրությունը շատ թույլ է տալիս, որպեսզի միսը հյութեղ լինի, այնպես որ սա էլ նկատի ունեցեք, խճողակը պատրաստելուց հետո տեղափոխեք սառնարան, որպեսզի հանգստանա եւ սառչի։ Քիչ հետո ես էլ հենց այդպես կանեմ եւ քիչ հետո իհարկե մենք կսկսենք միասին հավաքել այս փայտիկների վրա։ Հիմա կարծում եմ դադար կլինի մեր եթերում, հետո կշարունակենք միասին, անպայման չփոխեք ալիքը, մնացեք մեզ հետ։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողներին, սիրելիներս, ես աշխատանքի մեջ եմ, փորձում եմ այսօրվա բաղադրատոմսը իմի բերել եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, թե այսօր ինչ ենք պատրաստում։ Այսօր պատրաստում եմ ուրեմն հավի աղացած մսից համեղ կոտլետներ, որը այսպես հավաքում եմ փայտիկների վրա, որպեսզի եւ տեսքը վերջում շատ գեղեցիկ լինի եւ ուտելիս ինչու ոչ հաճելի լինի։ Հատկապես սա վերաբերվում է երեխաներին, երեխաները նմանատիպ ուրեմն տարբերակներ շատ են սիրում, ես կարծում եմ շատ հարմար կլինի այսօր այսպիսի հետաքրքիր ուրեմն խորոված տարբերակով կոտլետները մատուցել երեխաներին։ Իսկ ինչ էի ավելացրել խճողակի մեջ, սիրելիներս, այստեղ հավի աղացած միս է, աղացած սոխ է, շատ կարող եմ ասել սպիտակաձավար ավելացրեցի, որպեսզի պնդանա խճողակը եւ իհարկե մեկ հավկիտ ու բազմապիսի համեմունքներ, այն նաև համեմեցի այս հրաշք որսորդական սոուսով, որը առաջարկում է Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, շատ հետաքրքիր յուրահատուկ մի փոքր կծվություն ունի, շատ համեղ սոուս է, ես ավելացրել եմ նաև այդ սոուսը այս կոտլետի մեջ, կարծում եմ շատ համեղ կստացվի, վերջում կվայելենք, իհարկե արդյունքը կտեսնենք, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս անպայման նմանատիպ մի բան պատրաստեք երեխաների համար։ Ահա ես կոտլետների եմ այսպիսի վերածում, այսպես փորձենք ձեռքի օգնությամբ, հետո իհարկե փայտիկների օգնությամբ փորձենք հավաքել այն, ահա, այսպես մի փոքր ձև տանք եւ այստեղ իհարկե օգնության է հասնում, տեսեք, այստեղ ես բուսայուղ ունեմ, ձեռքս թրջելով բուսայուղի մեջ կամ ջուրել եմ դրել, կամ եթե ցանկություն ունեք ջրով թաթախեք ձեր ձեռքը, այնուհետև այսպես փորձեք ձև տալ այս կոտլետին։ Ցելի Ադրինե, ողջույն եւ ես եմ օգնության հասնում քեզ, որպեսզի օգնեմ։ Շնորհակալ կլինեմ, դու փոքրիկ փայտիկները կտաս ինձ, ես կոտլետները կպատրաստեմ։ Եվ ասեմ, որ թավայի մեջ իհարկե մի փոքր սպիտակաձավար լցրեցի, որ չկպչի թավային եւ իհարկե կեղև կդառնա, ինչու ոչ։ Այսպես, Սոն ջան, ո՞նց ես։ Որտեսնում եմ ինչ ես պատրաստում, շատ լավ է։ Ինչ ուրախ եմ։ Միջով այդ էլ շատ լավ է, սիրելի հեռուստադիտողներ, մի փոքր անկեղծ ասած եղանակն է այսքանի օրը իհարկե բոլորիս տրամադրության վրա փորձում ազդել ամեն ինչ անում է, բայց երևի հուսանք վաղվանից արդեն մի քիչ գարուն կլինի, մի քիչ շատ։ Այո, կլինի, բա իհարկե կլինի։ Անհասկանալի աշուն է հիմա, որովհետեւ բայց առանց դրա չի լինի, իհարկե գալու են գեղեցիկ, այն որ գժվում ես, ուզում ես թռչել այդ օդից եւ կանաչից, այսպես ձեռքերդ պարզել դեպի երկինք ու վազել, երբեմն անկեղծ եմ ասում, այնպեսի ինձ մոտ այդպեսի ցանկություն է լինում, ուղղակի դուրս գալ, այս անձրևի տակ վազել, չգիտեմ ինչու այդպեսի ցանկություն է։ Եթե ցանկությունը կա, պետք է իրագործել։ Պետք է իրագործել, սա էլ կավարտվի, անձրևներն էլ կդադարեն, իհարկե, բա գարուն է իր գործը անում է մինչև վերջ փորձում է դերի մեջ մնալ, բայց հուսանք այո, վաղվանից շատ լավ է լինելու ամեն բան։ Եվ քանի որ օդից խոսեցիր, դա գոնե չենք կարող չփաստել, որ այս
չեմ 4-5 օր, հա, հնգորյա անձրևներից հետո օդը շատ մաքուր է։ Եվ բնապատկերները շատ այսպես պարզ են, Մասիսը շատ այսպես երբ անձրևը վերջանում է, շատ լավ երևում է եւ հասկանում ես, որ տամ երկուսը, որ անձրևը իրոք մեզ պետք էր։ Մերսի։ Այո, իհարկե պետք էր եւ մեր բնությանն է պետք եւ մեր չգիտեմ այն բերք ու բարիքին, որը շուտով վայելելու է։ Վիրահատական աշխատանքի է նման է, ճիշտ է, նման է, բայց դե արդյունքը լավը կլինի։ Եվ կան որ լավ արդյունքից խոսեցիր, ես հիշեցի Էլոլայի պանիրների մասին, որոնք շատ տարբեր տեսակի են եւ սիրելի հեռուստադիտողներ յուրաքանչյուր կգտնեք ձեր սիրելին, որովհետեւ իրենք ունեն մեծ տեսականի եւ շարունակում են համալրել, հիմա էլ բաստուրմայով եւ սուլուգունի պանիրը համադրել են եւ միասին ստացել են շատ համեղ պանիրի տեսակ։ Իդեպ այս ապրանքանիշ առանձնանում է նաեւ անարատկաթից պատրաստված կատնամթերքով, ահա մի փոքրիկ հատված կրկին մեր տաղավարի զամբյուղիկով դուք տեսնում եք մեր էկրանին, նաեւ ունեն յուղ, պսկաթան, այնպես որ անարատկաթից պատրաստված ամեն ինչ կա այս ապրանքատեսականիում եւ ինչն է կարեւոր, որ ոչ մի հավելումներ իրոք իրենք չեն անում, այնպես որ եթե ցանկանում եք իրոք անարատ մաքուր կատնամթերք ձեռք բերել, անպայման նախընտրեք Էլոլա։ Համաձայն եմ, շատ համեղ է եւ իհարկե նշենք, որ նաեւ մեր հայրենակիցները դրսում Ամերիկահայ, այո, մեր ընկերները, բարեկամները կարող են ձեռք բերել եւ հայրենիքի համն ու հոտը զգալ նաեւ օվկիանոսից այն կողմ։ Շատ բարի։ Եվ իմիջիայլոց կարելի է այս համեղ ուտեստի հետ ցանկության դեպքում, եթե կցանկանաք, սիրելիներս, ամենավերջում, երբ տապակվեց կոտլետները, կարող եք մի փոքր պանիր էլ, ինչու ոչ, վրան այսպես դնել եւ հալեցնել, դա էլ շատ ճոխ համեղ է ստացվում, այնպես որ պանիրը յուրաքանչյուր ուտեստի հետ շատ համահունչ է պանիրը, այնպես որ կարող եք դա էլ կիրառել։ Եվ իհարկե ինձ համար ընդհանրապես կարևոր չէ որ վաղ առավոտ է, եթե Ադրինեն պատրաստում է օրվա բաղադրատոմսը, առաջին բանը, որի մտքին գալիս է, պետք է այդ բաղադրատոմսի, պատրաստի բաղադրատոմսի հետ առանձնացնել Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող գինիներից որևէ մեկը, կապ չունի, կլինի կարմիր, չոր, կիսաքաղցր, ռոզե, թե սպիտակ, կընտրենք օրվա բաղադրատոմսին հարմար յուրաքանչյուր առավոտ, բայց որ պետք է առանձնացնել, դա հաստատ է, որովհետև այս գինու գործարանի առաջարկած գինիները անմահական են, հայտնի են Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ միջազգային շուկայում եւս շատ սիրելի են։ Նաեւ գինու գործարանը առանձնանում է պահածոների եւ հյութերի լայն տեսականիով, որոնք էլ տնական համի ու հոտի մասին են հիշեցնում, այնպես որ էլի բարձրորակ արտադրանք լավագույնը ոլորտում կարող եք ձեռք բերել եւ վայելել։ Շատ ճիշտ է, ամեն ինչ ասված է, սիրելիներս, իսկապես փորձեք եւ վայելել։ Եվ իհարկե այս շատ համեղ կոտլետների կողքին կարծում եմ շատ հարմար կլինի թթվի տեսականին։ Մենք բոլորս շատ սիրում ենք։ Եվ եղանակին համահունչ։ Այո, եւ եղանակին շատ համահունչ է, համամիտ եմ քեզ հետ։ Դեռ ոնց որ թե այդ թթվի կարիքը զգում ենք, մենք եղանակի հետ կապված, այնպես որ կարող եք վայելել։ Մանրա թե ես ավարտին եմ մոտենում, այո, մի քանի այսպես կոտլետներ էլ կպատրաստենք եւ կտեղափոխենք այն ջեռոց։ Սիրելիներս, կարծում եմ պատրաստման եղանակը շատ հեշտ է։ Ահա, Հայկը ինչ-որ բան է ասում։ Այո, իմ ականջի մեջ խոսում է մեր շատ սիրելի ռեժիսորը եւ ես մինչ այդ ուզում եմ իհարկե հարցնել օրվա բաղադրատոմսի գինը, որովհետեւ տեսնում եմ, որ այնքան շատ է ստացվում արդյունքում, որ ամբողջ հեռուստաընկերության անձնակազմով կարող ենք նախաճաշել այս առավոտ։ Ես կքաշվեմ գինը ասել, որովհետև միշտ փորձում եմ ամենա ուրեմն հարմարավետ տարբերակները առաջարկել մեր հեռուստադիտողին։ Իհարկե մինչև մոտավոր 1000 դրամ է կազմել։ Իրոք? Այո, իրոք, անկեղծ 1000 դրամ է, որովհետև մի քանի կտոր հավի կրծքամիս եթե ձեռք բերես եւ աղաս այն, այնուհետև հավելումները երբ ավելացնում է, բավականին զանգվածը մեծանում է, դրա համար կարելի է շատ հավատացեք, կարելի է, ճիշտ է, ես մի փոքր այն որ բողոքի գիրքը կարելի է բացել, հավատում, մի տեսակ չես հավատում, ես էլ չեմ հավատում, 1000 դրամով 2 կամ մաքսիմում 3 կոտլետը կարող ես վերցնել ռեստորանում։
Ենթադրում։ Գնաես 3000 դրամով։ Այո։ 1000 դրամով, չէ՞, իսկ 1000 դրամով այսպես եթե ինչ-որ, չգիտեմ, սենդվիչի տարբերակ նախընտրես եւ այլն, 1 կոտլետ կլինի ներսում եւ ոչ թե 2 4 6 8 մոտ 10 կոտլետ ստացվում է։ Դե գիտես, հենց ֆենոմենը կանում է նրանում, երբ դու բնականաբար դրսում ես սնվում, չի կարող դա մատչելի լինի, իսկ տան պայմաններում կարող ես ամենաչնչին բանից դու ստանալ ամենահագեցնող եւ ճոխ ուտեստը, եւ այս պարագայում էլ մենք փորձում ենք շատ տնական տարբերակներ առաջարկել մեր հեռուստադիտողին, որպեսզի այն որ ասում եմ մի տնից չենք, բայց մի հալից ենք, այսպես ասած, եւ փորձում ենք ամենամատչելի տարբերակներով, ամենաքիչ հարմարավետ տարբերակներով ստանալ օրվա բաղադրատոմսը։ Ասեմ, որ քանի որ հավի կրծքամիս է, բնականաբար մի փոքր մատչելի է ստացվում կերակուրը, բայց եթե ավելի համեղ, այո, եթե սիրելի թռչնամիսն ճիշտ է, ես էլ եմ շատ սիրում թռչնամիս, եթե փոխարինենք հորթի փափկամիսով, բնականաբար մի փոքր ավելի պետք է գումար ծախսենք, բայց ինչ եմ ուզում ասել, մի քանի կտոր հավի կրծքամսով երբ պատրաստում ես եւ ստանում ես այս քանակի համեղ որակով, այսինքն գնի մեջ չէ, արժեքի մեջ չէ իմաստը, որ օրինակ ստացվեց այնպես, եթե մատչելի է, ուրեմն վատն է, ոչ, դա ամենևին այդպես չէ, սիրելիներս, կարելի է մատչելի, բայց շատ համեղ եւ որակով, որից այո, բան ստանալ։ Ճիշտ է, ես կհասկանամ հեռուստադիտողին, եթե ասի, որ բայց հիմա գները տեսել եք ինչ է ամեն ինչի արժեքը եւ որքան բարդ է ստացվել ընտանեկան զամբյուղը հավաքել, օրվա զամբյուղը, որը վերաբերում է հենց ծննդին։ Իհարկե շատ դժվար է, ես ինքս տանտիկին եմ եւ այդ գնումները կատարելիս հասկանում եմ, որքան բարդ է ամեն բան։ Բայց դե տանտիկինների եւ հայ տանտիկինների հմտությունը կայանում է հենց դրանում, որ կարողանում են մի փոքր այստեղից, այնտեղից հավաքել, մի հավաքական մի բան ստանալ, որը կգոհացնի բոլորին։ Եվ թե շատ եմ խոսում, բայց շատ սիրելի ռեժիսորը Հայկը անհանգիստ է եւ ասում է դրեք ջեռոցը արդեն որպեսզի հասցնի եւ նույնիսկ եթե Հայկը հուշումներ չանի, ես հեռվից հեռու, ասենց բիոտոկերով ազգում եմ նրա մտքերը եւ նրա, այո, հետագա ուրեմն ես միշտ պատրաստ եմ փոխանցելու նաեւ այո շնորհակալ եմ իհարկե մեզ բան չմնաց անելու իմիջիալոց շատ արագ է եփվելու քանի որ հավի կրծքամիս է եւ ջեռոցում ենք այն եփելու շատ արագ կեփվի մեզ 15 րոպեն լրիվ բավարար մենք հիմա կունենանք կարճատև դադար այդ ընթացքում իհարկե կվերջացնենք կոտլետները կտեղափոխենք ջեռոց հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը Եվս մեկ անգամ վարի առավոտ իմ թանկագին ժողովուրդ, ընտանիքներ, այսօր հավաքվեք միասին սեղան նստեք, մի համեղ բան պատրաստեք ու միասին վայելեք, սիրելիներս, ես այսօր առաջարկել եմ նմանատիպ մի բաղադրատոմս, որը հենց կհամախմբի բոլորիս մի գեղեցիկ համեղ սեղանի շուրջ։ Այսօր կոտլետներ ենք պատրաստել, որոնք եփվում են արդեն ջեռոցում, բայց մինչ այդ ցանկացա պարզապես առաջարկալներ նաև մենք այստեղ ունենք պահածոացված խորոված բանջարեղեն, ես այն տաքացրեցի մեր թավայի մեջ եւ հիմա ուզում եմ ավելացնել այս մատուցվող ամանի մեջ եւ իհարկե կոտլետի կողքին մատուցել այն։ Ահա։ Հենց այսպես ուղակի կլցնեմ մեր ուրեմն ամանի մեջ եւ իհարկե կոտլետները կտեղադրենք հենց այս խորոված բանջարեղենի վրա ես բերեմ կոտլետները ջեռոցից Ահա այսպիսի տեսք ունեն մեր կոտլետները, փորձենք տեղադրել այն մեր բանջարեղենի վրա եւ իհարկե մատուցել։ Այսպես։ Ձեզ բարի ախորժակ եմ մաղթում, սիրելիներս, լավ եղեք, ձեզ հետևեք ձեր առողջությանը, ձեր սննդակարգին եւ իհարկե ընտանիքի անդամների հետ վայելեք օրը։ Ահա այսպիսին էր այսօրվա առաջարկը սիրելիներս։ Ես ձեզ շատ եմ սիրում, մաղթում եմ բարձր տրամադրություն, կհանդիպենք։